Օգնում են իրելի ինտերնետ, այսօր այս ֆորմատով են որոշել ինտերնետերանը եւ նախնիկ ենք զբոսանքի։ Ես հիմնականում շատ եմ զբոսնում, եւ ես խորհուրդ եմ տալիս մի քանի րոպե սպասենք նրան ինտերնետերին եւ վերնագրում արդեն նշել եմ թե ի մասին ենք խոսելու։ Ուրեմն սիրելի ինտերնետ, այսօր ես ուզում եմ մի շատ կարևոր եւ շատ անհանգստացնող բոլորի թեմայի շուրջ խոսանք, այդ մարդասպանությունների, հարձակումների, գողությունների վերաբերյալ ու ինչ պետք է անի պետությունը, ինչ պետք է անի իշխանությունը, որ չի անում եւ այդ չանելու պատճառը իրանք ինչ-որ անուններ են կպցնում ու այդ անունների վրա են իրանց մեղավորությունը բարձում։ Հիմա տեսեք, նրանք ասում են, որ կա ինչ-որ ենթամշակույթ աստվածություն։ Իժելուց ամենասկզբից ասեմ, որ մենք շատ անգամ ենք խոսել, որ մենք ոչ միայն դեմ ենք, այլ նաև գործողություններ ենք անում բոլոր քրեական ենթամշակույթների վերաբերող գործողությունների, այսինքն այն մարդկանց, որ քրեական ենթամշակույթ են կերում եւ տարածում, մենք դրանց դեմ ենք եւ դեմ ենք արտահայտվել նաև մեր իշխանության տարիներին ամեն տարի ենք դրա դեմ եւ դրա արդյունքում, որ մենք ունեցել ենք հստակ գործողություններ այդ հարցից չեն ել նման խնդիրներ, հա, ոնց որ այսօր ենք տեսնում, որ կան։ Հիմա ես ուզում եմ մի կարևոր թեմայի մասին խոսել։ Այո, քրեական ենթամշակույթը անթույլատրելի է, բայց ոչ թե խոսքով անթույլատրելի, այլ գործով պետք է անթույլատրելի լինի։ Այսինքն ինչ է իրենից ենթադրում ենթամշակույթ հասկացողությունը, խնդրում եմ գրեք թե ենթամշակույթը ինչ է, ու տեսեք այդ ենթամշակույթի տար հանդիսանում են արդյոք իշխանության այն մարդիկ, իշխանական գործիչները, ովքեր քննարկման ժամանակ ասում են լեզուդ կկտրեմ։ Դա քրեական ենթամշակույթ է, թե քրեական ենթամշակույթ չի։ Արդյոք հանդիսանում է քրեական ենթամշակույթ այն, որ եկեղեցում հայլը պաշտոնը սուրներ է տալի մարդկանց, ովքեր մտնում են աղոթելու։ Ու այս ամենը ուսես կարելի է երկար շարունակել, հա, երկար կարելի է այդ բանը շարունակել, որ դա կա ամենաթողություն, կա ծանոթ խնամի բարեկամ հասկացողություն, որը ոնց ձեռնտալի ներկայացումն է։ Այսինքն նորից եմ ասում, այն օրինակ քրեական ենթամշակույթը, որ մարդու մոտից պաշտոնյայի մոտից թմրամիջոց են գտնում եւ այսօր այդ մարդը կալանավորված չի, որովհետեւ ասում են իր մոտ չի եղել, իր ողքի նստած մարդու մոտ է եղել։ Բայց այս սա գործողությունները մենք տեսնում ենք, որ ընտրովի է Հայաստանում։ Դա ընտրովի է, այսինքն մարդկանց ընտրովի կալանավորում են, ընտրովի ձեռնտալում են եւ իրանք որոշում են, որ ըստ իրանց մոտեցումների եւ երկակի ստանդարտների որն է քրեական ենթամշակույթի մեջ մտնում, իսկ որը քրեական ենթամշակույթի մեջ չի մտնում։ Հիմա մարդկաց հարց է առաջանում, լավ։ Մարդիկ
Հենորա մեր տուն ա եկել մի ոստիկան, ես իմ մասին հենց օրինակ եմ բերում, բարև, ովտեղ տեսախցիկ ունեք, տունը ասում են ոչ, հա, ասում ուզում էինք օգտվենք, ասում հա, ունենայինք օգտվեիք, ոչ չունենք տեսախցիկ բակում, մեր տնից։ Ասեմ իսկ ինչ ա պատահել, ասում է դե մասշտաբային փողություն ա տեղի ունեցել, հայացից տարբեր մեքենաներ են թալանել եւ այլ եւ այլ եւ այլ։ Ու սենց խնդիրները շատ են, շատ։ Ես հիշում եմ այն ոստիկաններին, ովքեր մեզ բերման էին ենթարկում եւ այսպես մեծ սենց պապկետ էին կողքները դրած, որ այդ ոստիկանները ասում են, որ մենք ուղղակի չենք հասցնում զբաղվենք մեր գործով, որովհետեւ զբաղվում ենք ձեզանով, ոչ թե դրանով, որտեղ մենք պետք է զբաղվենք։ Հիմա տեսեք, մարդկանց ով որ ձեռքի տալի, իրանք քրեական ենթամշակույթ են, всё, ով որ դեռ է տալի, բայց իրական ենթամշակույթ կրող է, իրանք ոչ մի բան։ Այսինքն ՔՊ падգամավորը ասում է, որ ՔՊ-ի ներսում կան մարդիկ, ովքեր թմրամիջոցների տարածման, այդ կազինոների հետ կապ ունեն ու իրավապահ մարմինները ոչինչ դրա մասին չեն, ոչ մի բան չեն անում։ Իսկ այլ պարագայում մենք տեսնում ենք քաղաքական գործիչների վերաբերյալ ինչ դեր են վերաբերվում։ Օրինակ նայեք, ոնց որ եկե Սամսոնյան Նարեկին են տնից տարել, ես չեմ տեսել երբևէ նույն տեսանյութ, որ մենք տեսնենք, որ ինչ որ թմրամիջոց տարածողի, այդպես ասած ժողովրդական լեզվով ասած բարիգի կամ այդ կլատչիկների, ովքեր գնում են դպրոցների հայացքներում դնում են այդ երեխեքներ, դրանք կարողանում են վերցնել ու կյանքը կործանվի իրան։ Դե դրանց մտնեն տենց մասկետով բանով փոլին տան ու տանեն։ Հիմա այսինքն ինչ է ստացվում, թե մենք ապրում ենք մի հասարակարգում, որտեղ կան երկակի ստանդարտներ բոլոր ուղղություններով, քաղաքական կարծիքներն էլ երկակի ստանդարտներով։ Հիմա նայեք, իրանք ապրում են մի այլ իրականության մեջ, մենք ապրում ենք այլ իրականության մեջ։ Հիմա ես ուզում եմ պատմել մի պատմություն։ Ուրեմն նայեք, հետաքրքիր է, թե ստացվում, որ եթե դու ինչ-որ մի մարդու ընդունում ես, ընկալում ես, այդ մարդկանց, եթե Նիկոլ Փաշինյանին իրանք ձեռ չեն տալի, գալի ասեմ, պետք է գնաք Հայաստանից, որտեղ դուք քրեական տարել եք, քրեական ենթամշակույթ եք, ու կապ չունի, եթե լավ մարդը պրոֆեսոր է, բժիշկ է, ունի հեղինակություն, իրան հավասարացնում են այն բարիգի հետ, ասում են իրանք քրեական ենթամշակույթ է։ Նորից եմ ասում, այդ Արթուր անունով падգամավորը ՔՊ-ի ինչի ենթամշակույթ չի։ Այսինքն որ ուղին եթերում ասում է լեզու կտրեմ, Էդգար Ղազարյանին։ Դի ինքը ենթամշակույթ չի, որ մտնում մարդկանց մեր են քրվում падգամավորներն ու պաշտոնյաները։ Իրանք դի ենթամշակույթ չեն ՔՊ-ի համար, որ Ալեն Սիմոնյանը մարդկանց ձեռները օլորել է տալիս, թվում է վրեքները։ Լավ, ո՞րն է ենթամշակույթ, էլի։ Այսինքն որ մարդիկ խոսքի օրինակ չգիտեմ իմ պատմության դասախոսը, ով դասավանդել է պատմություն եւ հայոց լեզվի դասատուն, ում որ շատ հարգում եմ, ում շատ շնորհակալ եմ միշտ, իրանք են ենթամշակույթ, բայց ձեր ՔՊԱ-ականները ենթամշակույթ չեն։ Իհարկե բոլոր ՔՊԱ-ականների մասին չեմ խոսում։ Վստահաբար կան մարդիկ, ովքեր որևէ կապ չունեն իմ ասածս ուղղությունների հետ, բայց կան մարդիկ, ովքեր որ ուղիղ կապ ունեն ու այդ ուղիղ կապը իրանց հանգարում է մարդկանց, որ ապրեն, որովհետև մարդը տնից դուրս է գալի ու էլ հետ չի վերադառնում տուն, որովհետև այդ մարդկանց սպանում են, այդ մարդկանց վրա կրակում են, այդ մարդիկ ապրում են մի երկրում, որտեղ վտանգավոր է, հասկանում եք, այսինքն այսօր Հայաստանում վտանգավոր է տարբեր ուղղություններով կա վտանգ ապրելու եւ արարելու։ Ինչի, որովհետեւ
Իշխանությունները զբաղված են ընտրովի արդարադատությամբ, եւ այդ ընտրովի արդարադատությունը բերում է նրան, որ մարդիկ Հայաստանում գնում են, որ գնան այդտեղից, որ ասեն, եթե դուք մեր հետ չեք, ուրեմն դուք քրեական ենթամշակույթ եք, ուրեմն դուք քաղաքական անենց խոսք եք ասում, ատելության խոսք տարածող եք, պետք է մտեք բանտերում, ոնց որ տասնյակ մեր ընկերներ են նստած, որ դուք պետքա ուրեմն Դավիթ Համբարձումյանի նման 8 տարի անց քաղաքական հետապնդման ենթարկեք եւ շալանավորվեք։ Սրբազանների, այսինքն սրբազաններն են, մեր արքեպիսկոպոսներն են քրեական ենթամշակույթը, չէ՞։ Ոնց որ Արշակ Սրբազան են, որ Էդ է, այսինքն հասկանում եք, դրա որտեղ շատ են երեկվանից ֆիլմից ինչ է կատարվում, ինչու ասեն եւ այլն։ Դրա համար է տենց, որովհետեւ այն մարդիկ ովքեր ունեն իրանց լսարանը, այն մարդիկ ովքեր սիրում են Հայաստանը, այդտեղ գործունեություն են ծավալում, այդ մարդկանց նեղություն են տալի։ Այդ մարդկանց չեն թողում, որ ստե նորմալ ապրեն, կալանավորում են, բարերարներին, բարեգործերին կալանավորում են, բայց ես նորից եմ ասում, ես չեմ տեսել ոչ մի անգամ մի տեսանյութ, որտեղ օրինակ դպրոցի պատին նարկոտիկի թմրամիջոցների on-line shop նկարող մի մարդու այտենց մասկի շոու անելով նա գետնին քսելով տանեին, որ մարդիկ տեսնեին, ասեն դե այո, ինչ կտանեք, պայքար է գնում ու այդ պայքարը տեսեք ինչ ձև է։ Բայց Սամսոնյան Նարեկին տեսել եմ, մեր տուն տեսել եմ ոնց են դες մտնում կանաչ դիմակավորված մարդիկ։ Հիմա նայեք, ինչ պետք է շատ արագ հանգիստ լուծելի խնդիր է, սա շատ հանգիստ լուծելի խնդիր է։ Պետությունը, ոստիկանությունը, ուժային մարմինները պետք է զբաղվեն իրենց գործով։ Դրա համար երբ որ տասնյակ անգամ մենք ասում ենք, որ չի կարելի դատաիրավական համակարգը, ուժային կառույցները սարքել քաղաքական մարմիններ, դրա պատճառով ենք ասում, որովհետև իրանք պետք է զբաղվեն իրենց գործով, իսկ իրենց գործը այս ամեն ինչը թույլ չտալն է։ Երբ մենք ասում ենք, որ ուրեմն համայնքապետ Վալոդյային որ սպանել են, դրա մեղավորությունը կառավարության ներկայացուցիչներն են կրում, շատ դեպքերում ասում են ինչու, որովհետև կա կանխարգելիչ գործողություններ, կանխարգելման ինստիտուտ, որը Հայաստանում չի գործում, որ եթե կա վտանգ, որ կարող մարդուն սպանեն եւ ոստիկանությունը շատ լավ ունի այն գործիքը կազմը, որպեսզի դա վերահսկի եւ դա չի արվում, դա բերում է նրան, որ մարդիկ են մահանում, մարդկանց են սպանում, մարդկանց կյանքերը խեղդում։ Հիմա մենք ասում ենք, որ այո, հանգիստ կարելի է լուծել եւ նորից եմ ասում, քրեական ենթամշակույթի փողի տակ իրանք են թաքնվում, ինչի պատճառով իրանք ասում են մի բան, որը այո, անթույլատրելի է, բայց որը իրանք են անում, իրանք են կրում, իրանք են մարդկանց վրա թքվում, իրանք են դա անում, հասկանում եք։ Եվ եթե դու քեզանից քեզ չես կարող ուղղես, դու ոնց կարաս երկրում հաստատես մի իրավիճակ, որը բերի նրան, որ մարդիկ կարողանան իրենց համար հանգիստ ապրեն։ Չի լինի տենց։ Եվ եթե մենք հիմա տենց նստենք նայենք, որ գիտես ինչ կա, այս ինչ մարդուն նայեց, ինչ որ պատճառներ բերենք, որտեղ այս սպանեցին այս մարդուն սրա պատճառով։ Գալիս է տրամաբանական հարցեր։ Ես հիմա ասեմ, օրինակ, զենք որտեղ է դու մարդան, որ իրար սպանում են, որտեղ է այդ մարդան զենք, լավ։ Հիմա ասեմ, այդ նույն տրամաբանությունն է, որ կանխարգելման գործողությունները արվում է մարդկանց ստատուսները գրելու, մարդկանց քաղաքական գործունեությունը
հարթացնելու կամ կասեցնելու ընթացքն է իրանց հետաքրքրում։ Քրեական տարերի հետևից ընկնելու փոխարեն իրանք ընկնում են մարդկանց հետևից, ովքեր, չգիտեմ, իրանց որևէ կապ չունեն քրեական ենթամշակույթի հետ, ընդհանրապես կապ չունեն եւ չեն կիսում քրեական ենթամշակույթը, բայց իրանք վրա այդ շարը միշտ կա, որ ում վրա ուզես, այսօր օրինակ կարաս մեկին բարը տաս, ասեմ, որ չգիտեմ, նարեկեն ոնց է, մի բարի համար կալանավորել են այդ մարդում, քանի ամիսա նստած է։ Այսօր կան կալանավորներ, որոնք որևէ կապ չունեն իրանց մեղադրանքի հետ։ Դու կարաս մեկին բարը տաս, ասեմ, որ դու ուրեմն քրեական ենթամշակույթերով ես, կամ նմանատիպ ինչ-որ աբսուրդային բան, բայց նորից եմ ասում, կան տասնյակ դեպքեր, օրինակ լավ, ազգային ժողովում մի պատգամավոր եկավ քաթով խփեց ընդդիմադիր պատգամավորի ու ծեծեցին մի քանի անգամ, այս 5 տարվա ընթացքում տեսել եմ, որ ծեծա եղել, ջարդ ու կուրտ են արել իրար, իշխանության պատգամավորները։ Լավ, դա մեզ ինչ-որ մի բան ասում, քրեական ենթամշակույթը։ Լավ, քրեական ենթամշակույթը փոքրով փոքր ալնում, ո՞նց ալնում է քրեական ենթամշակույթը, եթե քրեական ենթամշակույթը դուք չեք։ Դրա համար ես հատուկ վերնագրել եմ այնպես որ անպատվելիությունը ենթամշակույթի թողնած, որովհետև նորից եմ ասում, իրանք ինչ ուզում մարդկանց վրա այդպես սարքում են, իրանք հիմա դեմը ընտրություն է, էլի, չգիտեմ, կարող է մարդը դասախոս լինի, ասեն դու ենթամշակույթ ես, բայց այն մարդը, որ իրանց ձեռ տվող է, ով որ իրանց համար ձենա բերելու, որ իրանց համար ինչ որ գործողություն անելու, ինքը ենթամշակույթ չի, ոչ թե ենթամշակույթ է։ Բայց ես նորից եմ ուզում ասել, որ այս ինչ որ դուք արել եք, դրանք տեսա ձայնագրված է, դրանք փաստաթղթավորված է, դրանք կա եւ բոլոր պաշտոնյաները, ովքեր են մարդկանց քաղաքացիների վրա, ովքեր վախի մթնոլորտ են ծառացել, իրանք պետք է դասվեն քրեական ենթամշակույթի վրա ու բոլոր տարերով ովքեր իրականում քրեական ենթամշակույթ են, ովքեր մարդ են սպանում, ովքեր ինչ որ բան են անում, ոչ թե այն մարդիկ, ովքեր Նիկոլ Փաշինյանին ու քաղաքացիական պայմանագրին ուղղակի ձեռ չեն տալիս, այլ մարդիկ, ովքեր կրում են այդ ենթամշակույթը, ովքեր եկեղեցու հայաթում տնանիքին քֆուր են տալի, այդ մարդիկ պետք է կրեն դա, ոչ թե մարդիկ, ովքեր ունեն հարգանք, պատիվ, թասիբ, նամուս եւ այլն, բայց ձեռ չեն տալիս օրվա կառավարիչներին։ Եվ եթե սկսի վերադառնալ, վերաձևակերպվել, վերաիմաստավորվել արդարությունը, այդ ժամանակ մարդը կիմանա, որ իրան չի կարելի զենք կրել, որտեղ կտանեն թե մեստացնեն, կապ չունի դու բարեկամ ես թե հարազատ ես, կապ չունի, այսինքն լավ, ոնց է ալնում էլի, որ ընդդիմադիրի շենքից թմրամիջոց գտնեն, ընդդիմադիրը մի այդ շենքում կտանեն այդ մարդուն կնստացնեն, բայց մարդու իշխանության հետ կապ ունեցող մարդու գրպանից թմրամիջոց են հայտնաբերում, ասում են իրանը չի, կողքի նստածինն է ու ոչ մի բան, այդ մարդուն, այս արդարությունը, դրա համար էլ տենց ալնում, որովհետև նորից եմ ասում, գիտեն փոխկապակցած ԽԾԲ այդ խնամի ծանոթ բարեկամ հատկացությունը աշխատում է, գործում է, եւ դրա մեջ նաեւ մտնում են անմերժ մարդիկ, որովհետեւ նորից եմ ասում, եթե մի բանը հասանելի է, շատ մարդու է հասանելի, այդ հասանելիությունը բերում է նրան, որ մարդիկ իրար նկատմամբ գործողություններ են իրականացնում, որ բարդ խնդիրներ է լինում։ Հիմա դուք կասեք, որ տենց դեպքեր լինում են, մենք օրինակ ասում են, որ հիմա մեկը գնացել է տուն հացի դանակով մարդ ասանով, չեն գնալու սա հացի դանակները հավաքեն։ Ոչ, պետք չի սա հացի դանակները հավաքեն։ Հիմա եթե մենք ինչ-որ մի բանի դեմ պայքարում ենք, պետք չի այդ ինչ-որ մի բանի
դեմ ամբողջությամբ հրաժարվել կամ չթողել, որ ասենք պատառակաղ լինի մեկի տունը, եթե մեկին պատառակաղով խփում են, հա, օրինակ, պետքա բացատրական աշխատանքից բացի, ասում եմ, կանխարգելման ինստիտուտ գոյություն ունի, կանխարգելել է պետք, այդ կանխարգելումը կբերի նրան, որ մենք կունենանք այլ ընթացք, բայց այս տրամաբանությամբ դա չի կարող լինի, որովհետև այդ կանխարգելող համակարգը, նորից եմ ասում, ընտրովի արդարադատությամբ է հանդես գալի, ընտրովի, իրանք ընտրում են, օրինակ, Պողոսը մեղավոր է, Պետրոսը մեղավոր չի, որովհետև մեր հետ կապ ունի, հա, ու այդ է տրամաբանությունը, որ մենք չենք կարող տեսնենք արդարություն, արդարադատություն իրանց դեմքով։ Ինչի՞, որովհետև այդ մարդկանց համար կա հստակ բան, որ ինչը նույն բանը, նայեք, կարամ հենց հիմա գնամ իջնում եմ կուսակցություն, կարամ ձեզ ասենք 20 րոպե ցույց տամ իդենտիկ մի քանի օրինակ, որ մի պարագայում մարդը կալանավորված է, եթե ընդդիմադիր է, ու նույն պարագայում նույն ստատուսը գրել է, նույն բանը ասել է, բայց կալանավորված չի, եթե ինքը քաղաքացիական պայմանագրի հետ կապ ունի ինչ-որ։ Վերադարձանք, խնդրում եմ նա մեկնաբանություն գրեք, հա, հիմա տեսեք, ինչ պետք է արվի, պետք է վերականգնվի արդարության, արդարադատության ինստիտուտը, դա անելը շատ հեշտ է, եթե դու, չգիտեմ, հանրապետական կուսակցության ներկայացուցիչ ես, իմ հորողբոր տղեն ես, դա քո կյանքում ոչինչ չի փոխելու, եթե դու անես ինչ-որ բան, որի համար դատ է հասնում, որի համար պատիժ է հասնում, և կապ չունի դու ՔՊ-ից ես, ՀՀԿ-ից ես, թե չգիտեմ այլ կուսակցությունից ես, եթե դու անում ես գործընթաց, որը Հայաստանի սահմանադրությամբ նախատեսված չի, կամ հակաօրինական է, դու պետք է պատասխանատվություն կրես, և այն տարերը, որոնք այսօր կան ԿՊ-ում, իրանց վրա է պետք սևեռվել, եթե իսկականից, երբ որ մենք տեսնենք, որ իրավապահ համակարգը իսկականից գործում է, դա կտեսնենք մեն այն ժամանակ, երբ որ քրեական գործ կհարուցվի Ալեն Սիմոնյանի վրա, ով Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին վատ բառ եմ գրել, երբ որ մարդկանց թևը օլորել էր, թքել էր վրեքները, հասկանում եք, էտա, այդ ժամանակ այսքան լիքը օրինակ կա, լիքն է օրինակները, որ մենք կարանք բերենք, կարանք տեսնենք ու նայենք, թե ոնց են իրանք, օրինակ ոնց է, հիմա եվրոպական տարբեր կառույցներ ընտրովի արդարադատություն ունեն ևս, մեկը քաղբանդարկյալ է, մեկը քաղբանդարկյալ չի իրանց համար, նույնն էլ այսօր իրավապահ համակարգն է Հայաստանում, նայում են, ասում են տես, այս մեկը մեր ՔՊ-ի պատգամավոր է, ասում է Էդգար Ղազարյանին լեզու կկտրեմ, իրան ոչ ոք չենք կարող ասել, որովհետև չի կարող լինի, բայց այս մեկը, չգիտեմ, Պողոսն է, որ ընդդիմադիր է, օրինակ նույն բանը ապօրինի հարստացմանն է վերաբերվում, որ օրինակ Ավինյան Տիգրանին հարցնում են ձեզ որտեղից այդ գումարները, ասում են ինչև ես աշխատել եմ, բայց պարզ չի որտեղից աշխատել, ոնց է տենց լինում, էլի լավ որ, այսինքն կան ընդդիմադիրներ, ովքեր իրանց սաղ կյանքը աշխատել են, իրանց սաղ կյանքը բան են ստեղծել, ու ինչ-որ մի պահ, այսինքն 45 տարվա մեջ 5 տարի կտրվածքով եղել են պատգամավոր կամ ինչ-որ մարզպետ, չգիտեմ ինչ, ու ինչ-որ դրա պատճառով իրանց վրա ապօրինի ինչ-որ հույքի շինցու փերական գործեր են հարուցվում, բայց ընդամենը 8 տարվա մեջ, որ 8 տարի առաջ հացին կակա են ասել, այսօր միլիոնավոր դոլարներ ունեն, ու ոչ մի բան չեն արել իրանց կյանքում, ծառ չունեն տնկած, ոչինչ չեն արել, ոչ միտեղ չեն աշխատել, իրանք ունեն 100 հազարավոր դոլարներ,
իրանք ունեն միլիոնավոր դոլարներ, իրանք ունեն ամենտեղ ինչ-որ հնարավորություններ, բայց իրանց մասին ոչ ոք, օրինակ նորից եմ ասում, իրանց պատգամավորներից մեկը ասում է, որ ՔՊ-ում կան մարդիկ, ովքեր ֆինանսավորում են, օժանդակում են թմրամիջոցների տարածումը, օժանդակում են ուրեմն կազինոների բան աշխատանքը եւ այլն, ու այդ թեմայով ոչինչ, ոչ ման չկա այդ թեմայով։ Բայց ինչ որ մի ընդդիմադիր էր, այդպես բան ասեր, մի անգամից ընթացք կտային, կասեին, որ բան է անում, քրեական ենթամշակութակերում եւ այլն, կամ իրանք բոլոր ուղղություններով ունեն այդ խնդիրները, մենք տեսնում ենք, որ այսօր անարդարությունը Հայաստանում sense ճճացող է։ Անարդարությունը բոլոր ուղղություններով է, եւ ուսանողներին է վերաբերվում, եւ թոշակառուներին է վերաբերվում, եւ բոլորին է վերաբերվում։ Ում ոնց ձեռա տալես, որ կա օրենք, մայր օրենք, որը օգտագործվում է ընտրովի, հա, այսինքն մի նույն բարագայում դատարանը մի բան է ասում, մի նույն իդենտիկ իրավիճակում դատարանը մի այլ բան ասում, նայած ոնց է իրանց ձեռը, հա, նայած ոնց է իրանց պետք, ովքեր որ պետք է իրանց դուրսն են, ովքեր որ պետք չի իրանց բանտում են, ում վրա որ պետք է ինչ սանկցիա ուզես կիրառում են, այդ ամեն ինչը ենթամշակույթ չի, ոչ մի օրինական է, բայց ենթամշակույթ է, ասենք Արշակ Սրբազանը, ով ինչ որ բաներով, chat GPT-ներով սարքած, արհեստական բանականություններով սարքած տեսանյութերով փորձեցին ինչ որ բան անել, չստացվեց, ընդհանրապես մի աբսուրդ թեմայի պատճառով կալանավորեցին ապօրինի կալանքի տակ արդեն ամիսներ շարունակ։ Հիմա վերադառնալով անարդարությանը իր նկատմամբ բան, դա ինչից է գալի։ Դա գալիս է իշխանությունից։ Ես բազմիցս խոսել եմ, եւս մեկ անգամ ուզում եմ խոսեմ։ 2008-ից 2018 թվականներին Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին երբեք չի եղել այնպես, որ Սերժ Սարգսյանը եղել է միայն ՀՀԿ-ի նախագահը։ Սերժ Սարգսյանը եղել է Հայաստանի բոլոր քաղաքացիների նախագահը, անկախ կուսակցական պատկանելությունից։ Երբեք չի եղել սևերի եւ սպիտակների բաժանված հասարակություն, երբեք չի եղել ընդդիմության ու իշխանության մեջ այսպիսի մոտեցումներ, ոնց որ կա այսօր։ Ինչու՞։ Այսօր մենակ իշխանության ու ընդդիմության մեջ չի այդ մոտեցումները։ Այս մարդկանց մոտ այսօր այդ բաժանարար գծերը խոսում են նրա մասին, որ իրանք ունեն իրանց պատկերացումներն ու իրանց աշխարհը, իսկ ով դրա մեջ չի տեղավորվում, իրանց համար թշնամի է, իրանց համար ընդունելի չի, դրա համար Հայկ Մարությանը սևերի եւ սպիտակների բաժանեց մեր ժողովրդին, ասելով, որ այո, սա սևերի եւ սպիտակների կռիվ է, սևերի սպիտակների պայքար է։ Ու հիմա նայեք, պետքա վերականգնվի սկզբից համերաշխությունը եւ հանդուրժողականությունը Հայաստանում, որ մարդիկ իրարից զզվելու, իրար քրֆելու, իրար անիծելու, այդ բանը պետքա անցնի, չպետքա դա լինի։ Իշխանությունը պետքա լինի այնպիսի իշխանություն, որը քարոզում է միասնականությունը, որը քարոզում է ոչ թե բաժանված լինելը իրարից, այլ քարոզում է միասնական ճակատը, միասնականությունը։ Եվ այսօր այդ բաժանարար գծերը բոլոր ուղղություններով են, այդ բաժանարար գծերի պատճառով է նաև, որ մենք ունենք այս անհամերաշխությունը, այս քաոսը, որ կա, քաոսը, որպեսզի հեշտ կառավարեն ավելի, որ ում ինչ ձեռ տա, այսինքն հիմա նորից եմ ասում, հիմա ընտրություն է շուտով, այդ ընտրության նախաշեմին ավելի է ուժ գնանում հարցակումները, ով որ իրանց ձեռնը տուչի, իրանց համար կլինի ենթամշակույթ կդառնա Կարլսոնը, ինչ ուզես կդառնա, բայց ով որ իրանց պետք է, այսինքն մարդիկ կան, որ հիմա այս պահին ես չեմ բաժանի
անուններ չեմ տա այսօր, բայց կտամ շուտով։ Ովքեր որ ինչ-որ իդենտիկ գործողությունների, իդենտիկ քրեական գործերի, իդենտիկ մեղադրանքների պարագայում դրսում են կալանավորված չեն, քրեական գործ չկա իրանց վրա հարուցված, եւ այն մարդկանց, ովքեր թեկուզ եւ ընդդիմադիր չեն, բայց իշխանական էլ չեն, այդ դեպքում իրանց ինչ են անում, այդ դեպքում ինչ տարբերություն կա եւ ինչ ձև են վերաբերվում նրանց իշխանությունները եւ ուր այդտեղ արդարություն։ Հիմա այդ արդարության բացակայությունը հանգեցնում է այն խնդիրներին, որոնք մենք այսօր ունենք։ Նորից եմ ասում, մեր հասարակությունը տեղից էլ 2018 թվականից հետո բաժանված էր, ընտրությունների ժամանակ ավելի բաժանվեց, դրանից հետո ավելի բաժանվեց, հիմա ոչ միայն սևերի ու սպիտակների են բաժանել, հիմա արդեն բաժանել են աշխարհաքաղաքական մասերի, մի մասը ռուսների մարդիկ են, մի մասը ամերիկացիքի մարդիկ են, մի մասը թուրքերի մարդիկ են, մի մասը, չգիտես, Մոզամբիկի մարդիկ են եւ այլն, ու տենց այդ բաժանարար գծերով մեր ընթացքը կազմակերպում են իշխանությունները ու իրանց վարած քաղաքականության արդյունքում իրանք այս ժողովրդի մեջ, որ ես իջել եմ, ես հատուկ եմ մշտապես զբոսնում, ոտքով եմ շատ հաճախ իջնում աշխատանքի, որպեսզի մարդիկ հանդիպենք ընթացքում որ մի բան կա, կարող է մի բանով կարողանանք օգնենք, կարող է մի բան կա, որ կարելի է բարձրաձայնել, խոսել, շփվել մարդկանց հետ, իրանք չունեն այդ հնարավորությունը շատ մարդիկ իրանցից, որովհետև նորից եմ ասում, իրանք այդ ատելությունը, այդ ատելության խոսքը այնքան են տարածում, այնքան են բաժանարել, որ իրանց հետ ոչ մեկ ուղղակի չի շփվում, իրանք ոչ մեկի հետաքրքիր չեն, իրանք ոչ մեկի պետք չեն, իրանց հարևանները իրենց բարև չեն տալիս, որովհետև այդ բաժանարար գծերը, բայց սա այլ խնդիր կլինի, եթե լինեն բաժանարար գծեր անողները թեկուս ոչ իշխանական մարդիկ, բայց այլ բան է, որ դա իշխանությունն է անում, իշխանությունն է քարոզում, իշխանությունն է տարածում այդ բաժանարար գծերը, որպեսզի երիտասարդներ իրար հետ ընկերություն չկարողանան անեն, որպեսզի ասեն օր այսի, չգիտեմ ես ինքը ես ինչ կուսակցությունից է, ինքը ինչ կուսակցությունից է, հիմա արդեն նոր բան են օրին է, հիմա արդեն աշխարհաքաղաքական բաժանարար գծեր են քաշել, մոտեցումները տարբերվում է, թե ասենք 17-18 տարեկան երիտասարդը ինչ աշխարհաքաղաքական բաժանման մեջ պետք է լինի, բայց ամեն ինչ արվում է իշխանության կողմից, որպեսզի նորից եմ ասում, իրանց ենթամշակույթ, իրանց քրեական տար լինելը, իրանց մեջ եղածած քրեական տարերին պաշտպանելու համար, իրանք ամեն ինչ անում են, որպեսզի այլ ուղղություններով այդ իրավիճակը այլ ուղղությունների վրա տանեն, բայց իրողությունը հետևելն է, ամփոփելով ուղի հետերը, ուզում եմ ասել հետևել, որ այո, Հայաստանում հնարավոր է վերականգնել արդարությունը, որ այո, Հայաստանում հնարավոր է վերաիմաստավորել այս իրարից զզվելու ընթացքը, իրար քրֆելու, իրար թշնամի լինելու ընթացքը, ուղղակի վերաձևակերպել այս իրավիճակը, ասելով, որ ժողովուրդ չէ, մի բուր ժողովուրդ է, պետք է կարողանանք հանգիստ իրար հետ համերաշխ ապրենք, սևին սև ասենք, սպիտակին սպիտակ ասենք, ու կապ չունի ով բարեկամն է, ոչ թե ընտրովի լինի արդարադատությունը, որ ամեն երրորդ մարդ խոսա, որ իրան եկե տուգանել են, այն մեկին չեն գնացել չեն տուգանե, որովհետև ինչ որ մեկի բարեկամն է, որովհետև ինչ որ մեկի ծանոթն է, որովհետև ՔՊ-ի հետ կապ ունի, իսկ ումը որ տուգանել են ինքը կապ չունի կամ թեկուս ընդդիմադիր է կամ թեկուս ինչ որ միտեղ ինչ որ մի բան է խոսացել, բոլոր ուղղություններով սա խնդիր է, հասկանում եք, սա բժիշկներին էլ է վերաբերվում, վարսավիրներին էլ է վերաբերվում, տաքսիստներին էլ է վերաբերվում, բոլորին վերաբերվում է։ Դրա համար պետքա ֆիքսենք իրական ենթամշակույթ տարածողները այն մարդիկ են, ովքեր մարդկը ախրանիկներին ասում են, հենց այստեղ կասկադում ասում են ախրանիկներ, ծալեն մարդկանց թևերը եւ իրենց վրա ծեծում են մարդկանց,
քրեական ենթամշակույթներն են Միրան Հակոբյանին ծեծող անհայտ մարդիկ։ Քրեական ենթամշակույթը կոնկրետ գործողություններ անողներն են։ Այդ կոնկրետ գործողություն անողները ԿՊ-ա մերձ շրջանակի մեջ իրանց տեղը գտել են, իսկ այն մարդիկ, ովքեր որևէ կապ չունեն ոչ ԿՊ-ի, ոչ քրեական ենթամշակույթի հետ, իրանք վտանգված են Հայաստանում, որ հանգարցակի չասեն, որ ինչ-որ միտեղ ասելա, որ չի գնալու ընտրության օրինակ, դա նշանակում է, որ ինքը մեր դեմը, ու այդ դեմը լինի ինչ-որ արդեն խնդիրներ։ Այդ է իրականությունը։ Այսքաններ հարգելի ընկերներ, մնացեք բարով, ամեն ինչ կարելի է վերականգնել, ուղղակի պետք է վերականգնել սկզբից հանդուրժողականությունը եւ պետք է իրավապահ համակարգը զբաղվի արդարադատությամբ, ոչ թե ընտրովի արդարադատությամբ։